Բարի օր բոլորին Mountain High Farms-ից Տավուշի մարզ Դիլիջան ազգային պարկ Գեղատապ Այսօր 2025 թվականի ապրիլի 6-ն է և սա Գեղատապն է իմ առաջ հենց հիմա ամբողջ Դիլիջան ազգային պարկի գեղեցկությունն է Գեղատապում այսօր փոթորիկ է Քամու ուժգնությունը մոտ 45 կմ/ժ, պորտկումները մինչև 85, իսկական փոթորիկ, այն աստիճան, որ մենք նույնիսկ անհանգստանալով դորպերների մեր գլխաքանակի առողջության վերաբերյալ, հատկապես իրենք այսօր հիմա իրենք տնի մեջ են գտնվում, տնի սեզոնն է, և որոշել ենք այսօր ծածկի տակից իրենց չհանել և կերակրում ենք պահոստավորված խոտով։ Գեղատապը այնքան էլ լավ արոտավայր չէ այլևս հայտնի պատճառներով, բայց դրա մասին չի այսօրվա իմ վիդեոն։ Նախ թեմային անցնելուց առաջ խնդրում եմ վիդեոից հետո նայեք, վիդեոյի տակ տեղադրված մեր կայքեջի հղումը, կնայեք թե ինչով ենք և ինչպես ենք մենք զբաղվում, ինչով որ զբաղվում ենք և հատկապես կծանոթանաք ապրանքատեսակներին գնել առցանց ուրեմն բաժնում և եթե գնեք մեր այնտեղ հիմա միայն տեղադրված է սև անգուսի միս, սև անգուսի միսը ուրեմն ժամանակակից փաթեթավորմամբ գերժամանակակից կտեղափոխեն, կբերեն, կառաքեն, որտեղ որ դուք կնշեք ձեր հասցեն։ Դրա համար շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր ալիքին հետևելու համար, մեր վիդեոները տարածելու համար։ Այսօր պետք է կարճ, հուսով եմ կարճ պետք է խոսեմ, ընդհանրապես գյուղատնտեսության կամ մեր աշխատանքի հետ կապ չունեցող թեմայից։ Սա Գեղատապն է, ժողովուրդ։ Այս գյուղը լքված է հիմա, մարդ չի ապրում, բացի մեզնից և նաև մի հոգի կա այստեղ, որ էլի զբաղվում է անասնապահությամբ։ Այստեղ մենք կառուցել ենք մեր ձմեռային ծածկը, որը մենք օգտագործում ենք ձմռան։ Գեղատապում նախկինում ապրել են ադրբեջանցիներ։ Եթե նայեք մարդահամարի տվյալները, ուրեմն Գեղատապը սկզբից նախկինում կոչվել է Մուրթել, կարծեմ դրանից առաջ կոչվել է Չիչակբուլախ, եթե չեմ սխալվում, որը նշանակում է ծաղկի աղբյուր։ Եվ այստեղ ապրել են 180-190 հոգի։ Փաստ է, որ ադրբեջանցիները ապրել են այս գյուղում հեռանալուց առաջ վերջի 200 տարվա ընթացքում, այստեղ ապրել են ադրբեջանցիներ։ Այդպիսի գյուղեր Հայաստանում շատ կան։ Ոչ հեռու Խաչարձանը, որի վարչական տարածքում է գտնվում նաև Գեղատապը, Ճերմակավանը, որը նույնպես հիմա լքված է, ապրել են ադրբեջանցիներ, փաստ է։ Փաստ է նաև, որ Խաչարձան գետի ձորում, այնտեղ կա ուրեմն շատ հին հին քրիստոնեական խաչքարեր են, ըստ երևույթին եղել է սրբատեղի կամ նույնիսկ գերեզմանոց, շատ հին։ Այստեղից երևի 1 կիլոմետրի վրա դեպի Սեմյոնովկայի ճանապարհին կա շատ հին գյուղատեղի, ես կարծում եմ երևի առնվազն 2000-ամյակ հին, որովհետև գետնափոր տներ են և մեծ սալի քարերով կազմակերպած, չեմ ուզում ասեմ կառուցած, բայց մեծ սարի քարերով մնացել է գյուղը անտառի մեջ։ Այստեղ եղել է ցիվիլիզացիա ժամանակին, հին ժամանակներ։ Հիմա և գյուղ ունի և ադրբեջանական գերեզմանոց և հայկական։
Ըստ ստատիստիկայի Google-ից մեր ալիքը, որը հիմա արդեն ունի 2000-ից ավել բաժանորդ, շուտով դիտումները կհասնեն 1 միլիոնի, շատ արագ աճում է, 800,000-ը կարծեմ անցել ենք, և մոտ 5%-ը մեզ դիտում են Ադրբեջանից։ Ես կարծում եմ, և հատկապես քանի որ գեղատափի որ վիդեոները, որ նկարում են գեղատափում, այդ վիդեոների տակ բավական շատ լինում են ադրբեջանցիների կողմից մեկնաբանություններ։ Ես եմ հասկանում, որ այդ մարդիկ ապրել են այստեղ, ծնվել են այստեղ, սա իրենց ծննդավայրն է, մանկությունն են անցկացրել այստեղ, հետո հեռացել են, բարեբախտաբար հեռացել են խաղաղ, բռնի չեն տեղահանվել, և մարդիկ կարոտում են իրենց ծննդավայրը, որը շատ հասկանալի զգացում է, մարդը մի ծննդավայր ունի, բոլորս մեկ ծննդավայր ունենք և մանկություն է անցել և այո, կարոտում ես, քամին ինձ ուղղակի քշում է և հուսով եմ, որ չի խանգարում իմ ձայնին։ Ինչևէ, մեկնաբանություններին հասկանալով եմ վերաբերվել, դրանք կարոտախտային են եղել, մարդիկ եղել են, որ հաղորդագրություն են ինձ գրել WhatsApp-ով, էլի ասելով, որ իրենք էստեղ են ծնվել, մեծացել և այլ և այլ։ Դա լավ զգացում է։ Մինչև վերջերս, որ ես սկսել եմ ստանալ հաղորդագրություններ, որը վերաբերվել է, ուրեմն, չեմ ուզում մանրամասնել, բայց վերաբերվել է Արևմտյան Ադրբեջան, այսպես կոչված թեմային։ Իբր գեղատափը Արևմտյան Ադրբեջան է, այդպես եմ հասկացել։ Ի օգուտ այդ հաղորդագրությունները տեղադրողների, պետք է ասեմ, որ այդ հաղորդագրությունները մինչև իմ նկատելը հանվել են, նրանք հիմա չկան։ Այսինքն ինքը տեղադրողը հանել է այդ հաղորդագրությունները, որը նույնպես լավ է։ Ինչ եմ ուզում ասել ձեզ, տղաներ և աղջիկներ, այս YouTube-յան ալիքը ընդհանրապես կապ չունի այլ հավակնությունների հետ, բացի գյուղատնտեսությունից, սա քաղաքական հարթակ չի և չի լինի։ Հատկապես գեղատափը չի եղել Արևմտյան Ադրբեջան, այդպիսին չէ և երբեք չի լինի։ Ես ձեզ խնդրում եմ, հարգելով ձեր ծննդավայրը, մի տարածեք ձեր տարբեր տեսակի ղեկավարների հավակնությունները ձեր ծննդավայրի վրա։ Ես ենթադրում եմ, որ դուք սիրում եք ձեր ծննդավայրը, և եթե ինչ-որ մի բան սիրում ես, պետք չի նրան պիտակավորել։ Դուք ծնվել եք և մեծացել եք Հայաստանում, Արևմտյան Ադրբեջանում չեք ծնվել մեծացել։ Դուք Հայաստանի ծնունդ եք, այս հողի, այս ջրի ծնունդ եք։ Չնայած ազգությամբ հայ չեք, բայց սա ձեր ծննդավայրն է և հայրենիքը, առաջի հայրենիքը, այն փոխել հնարավոր չէ։ Խնդրում եմ, սիրով վերաբերվեք այն հողին և ջրին, որտեղ դուք ծնվել եք, կամ այն հողն ու ջուրը, որ ձեզ ծնել է։ Ես կամ հայերը մի քիչ ավելի ուրիշ ձև ենք այդ ամեն ինչին նայում, մենք այդքան էլ չենք ապավինում 100%-ով մեր ղեկավարների նախկին, ներկա կամ ապագա։ Այդ ղեկավարների ասածներին 100%-ով կամ հարած յուղի պես չենք ընդունում։ Եթե կարող եմ ձեզ խորհուրդ տալ նույնը անել, երևի ձեր կյանքը կլինի ավելի հանգիստ և այն ձեր բոլոր
մաղթանքները ձեր ծննդավայրի վերաբերյալ եւ ձեր զգացումները կլինեն նույնպես անաղարտ, մաքուր։ Ես այդպես կանեի, բայց խնդրում եմ ձեզ, եթե նման հաղորդագրություններ տեսա, ստիպված եմ լինելու արգելափակել ձեզ այս ալիքից եւ դուք ձեր ծննդավայրը ստիպված պետք է տեսնեք արդեն ուրիշ օգտատիրոջ ուրեմն հաշիվներից կամ հասցեներից։ Ես չեմ ուզում դա անել, խնդրում եմ։ Սա ընդհանրապես պատմական, քաղաքական ալիք չի, սա մենք ֆերմերներ ենք, ես տարածում եմ վերականգնողական գյուղատնտեսության փորձը, հուսով եմ ձեզ նույնպես դա օգտակար կլինի, մի արեք, դա էթիկական կանոններ են, որոնք ես ուզում եմ պահպանել։ Միգուցե ձեզ համար լավ կլինի իմանալ, հուսով եմ, որ օրինակի համար մենք մեր աշխատանքի շնորհիվ եւ մեր նախագծով մեր նպատակն է վերաբնակեցնել Գեղատապը։ Մենք արդեն միտում կառուցել ենք։ Այս 2-3 տարիների ընթացքում կառուցելու ենք եւս 2-3 տուն եւ այստեղ հրավիրելու ենք աշխատողների։ Մարդիկ պետք է աշխատեն եւ ապրեն այստեղ։ Հուսով եմ, որ ձեր համար լավ նորություն է նաեւ, որ Գեղատապից ոչ հեռու Ջրաղացի ձորում, որտեղ դուք նույնպես մանկություն եք անցկացրել, մենք կառուցում ենք հիմա եւ շուտով կավարտենք ուսումնական կենտրոնի կառուցումը այստեղ կլինեն ուսանող նույն վերականգնողական անասնապահության պրակտիկայի, անասնաբուժության եւ այլն։ Մենք նաեւ ունենք զբոսաշրջային ուրեմն ծրագիր, որը կմեկնարկի հենց որ մեր ուսումնական կենտրոնը մեկնարկի իր ծրագիրը եւ անցնի, ասենք մի տարվա ընթացքում։ Սրանք այն նորություններն են, որոնք վերաբերում են ձեր ծննդավայրին։ Եվ ես կարծում եմ, որ ձեզ դա պետք է ուրախացնի։ Կամ էլ ես շատ միամիտ եմ։ Այնպես որ ով որտեղ չգիտեմ կտեղափոխվի, կվերադառնա եւ այլ, եկեք այդ հարցերը, եթե ուզում եք դրանք քննարկել, այստեղ դա մի արեք։ Սա գեղեցիկ վայր է, հարգեք ձեր ծննդավայրը։ Այսքանն է ուզում ասել ձեզ, եւ համոզված եմ, որ դուք հայերեն հասկանում եք եւ գիտեք, քանի որ ծնվել մեծացել եք այստեղ։ Շնորհակալություն նաեւ մեզ հետևողներին, խնդրում եմ հետևեք մեր ալիքին, տարածեք մեր վիդեոները եւ հավանեք, ինչպես նաեւ շատ ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին, ինչպիսիք որ դա կլինեն կապված այս YouTube-յան ալիքի նպատակների եւ թեմաների հետ։ Շնորհակալություն եւ կտեսնվենք։